բարև շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը, այսպես քաղաքական իր կեղտոտ կոշիկներով մտնում է եկեղեցի, որպեսզի ճակերտավոր ռեֆորմների անվան տակ ըստ էության նպատակը քանդել եկեղեցին հիմնահատակ եւ դրանից դարձնել ինչ-որ ավանդավորական կառույցի մակարդակի գործոն։ Այս պատկերը ամոթն է, հայտարարություն է, ասում են հոգևորականի վեհարով մի խումբ մարդիկ ուղղակի գնացել էին այս անձի հետ հանդիպման։ Խնդրեմ, ինչ ունեք ասել, համեցեք։ Ես մի քիչ համաձայն չեմ այն տեսակետին, որ Փաշինյանն իր կեղտոտ կոշիկներով մտնում է եկեղեցի, քաղաքական կեղտոտ կոշիկներով։ Ըստ էության, իմ կարծիքով Փաշինյանը այս վերջին քայլելով իրեն տարանջատում է հայ առաքելական եկեղեցուց, իրեն հեռացնում է, իրեն օտարում է այդ եկեղեցուց։ Եկեղեցի մտնել կեղտոտ կոշիկներով քաղաքական, ես համարում եմ, որ դա ոչ միայն վատ արարք է կամ ոչ միայն ղեկավարին անհարիր արարք է, դա ուղղակի խայտառակություն է, չգիտեմ, այդպիսի բան ուղղակի չեմ էլ կարողանում պատկերացնել։ Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ դու փորձես ինչ-որ փոփոխություններ կամ ինչ-որ մի բան անել, չունենալով դրա ոչ իրավունքը, ոչ կոչումը, ոչ առաքելությունը։ Դու երկրի ղեկավարն ես, դու զբաղվի երկրի ղեկավարումով։ Մնացած հարցեր են, ինչ-որ կապված են նաև հավատի, եկեղեցու, չգիտեմ, մեր պատմության հետ եւ այլն, թող որ մնա իրենց տեղում եւ թող դա եւ ոլորտի մարդկանց եւ ոլորտի պատասխանատուների ուրեմն պատասխանատվության ներքո։ Մնացածը արդեն քո գործը չէ։ Եթե կանես այդ ամենին դեմ քայլեր, ապա իմացիր, որ դու դրանով քեզ տարանջատում ես եկեղեցուց, քո ժողովրդի պատմությունից, քո ժողովրդի անցյալից, քո հայրենիքից, քո ամեն ինչից։ Եթե սա է քո նպատակը, ես համարում եմ, որ դու քո նպատակին հասել ես, իսկ եթե մտածում ես, որ պիտի քո այս մարդկային մեկ թիթեռի կյանքով ընդամենը 1700-ամյա հավատի տունը քանդել, հավատով մեր չգիտեմ, մեր հավատալիքները փոշիացնել, մեր ուրեմն ապրած ամբողջ պատմությունը ոչնչացնել, ուրեմն խնդրեմ, փորձիր եւ կտեսնես, որ այդտեղ արդեն դու ոչինչ հաջողել չես կարող։ Այսուհանդերձ, հասել ենք մի վիճակի, որ եկեղեցին ինչ որ կերպ արդեն արձագանքում է Փաշինյանի այս հուսահատ փորձերին, որովհետեւ դրանք դառնում են այլևս աղաղակող, դառնում են այլևս ուրեմն վտանգավոր, ես կասեի, ընդհուպ դառնում են ազգային անվտանգության հարց։ Եկեղեցին արդեն իսկ արձագանքում է։ Մենք երեքականատես եղանք մի շատ տգեղ երևույթի, կներեք, ես հիմա նույնիսկ նկատեցի իմ թիկունքում ինչ նկար է եւ շատ վատ եմ զգում անգամ այդ նկարի ներքո հենց հիմա նստած լինելու համար։ Մենք այս ամենը տեսանք մեր աչքերով, բայց նաեւ լսեցինք եկեղեցու իսկապես նվիրյալ հոգեվոր հայրերի մի քանի արձագանքներ, թե ինչի կարող են ենթարկվել նույն այս arczepiskopos-ներն ու եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները, որոնք ուղղակի գնում եւ սեղմում են դավաճան մարդու ձեռքը, Արցախը հանձնած մարդու ձեռքը, մեր ժողովրդի զավակների ուրեմն կյանքը մատաղ արած մարդու ձեռքը, ընդ որում մատաղած այդ երիտասարդներին մատաղած հանուն ոչինչի։ Չգիտեմ, ես այլ բառեր գտնել չեմ կարող, այլ բառեր ասել այս մարդկանց չեմ կարող, բացի այն, որ նրանք էլ հավասարվել են նույն դավաճանին, նույն դավաճանական քայլերով են առաջ շարժվում եւ փորձում կարգավորել իրենց ինչ-որ կարիքներն ու հարցերը։ Արժե նեղ անձնական վախերի հետևանքով գնալ այսպիսի քայլի։
Դե մենք գիտեք ինչ, ոչ մեկի համար էլ հաճելի չէ, երբ շանտաժի են ենթարկում իրեն, ընդ որում շանտաժի են ենթարկում այս մակարդակով, երկրի ղեկավարի մակարդակով, հիմա այդ մարդիկ էլ նստած, գուցեև շատերը նրանցից իրենց կյանքում ինչ-որ բաներ թույլ են տվել և ինչ-որ հետին պլանում մտքեր ունեն, վախեր ունեն, որ նաև իրենց մասին ինչ-որ բաներ կսպրդեն ուրեմն հանրության առաջ և դրանից գուցե վախենալով կամ ինչ հետագայի իրենց հոգևորականի կարիերայի ասենք մասին մտածելով գնացել են այս քայլին, չգիտեմ, ես չեմ ուզում նույնիսկ հավատալ, հասկանում եք, ինձ ես շնորհակալ եմ իմ ընկերներին, իմ բարեկամներին, որոնք ասում են ըստ էության արդեն հասել է մի պահ, որ պիտի նաև Փաշինյանի հետ երկխոսություն սկսի եկեղեցին, գուցե սա հենց այդ պահն է և այս հոգևոր հայրերը գուցե այս զրույցի ժամանակ փորձեն եզրեր գտնել շփումների, բայց ես շատ եմ ուզում դրան հավատամ, բայց այն ինչ կատարվում է, չգիտեմ, ուղղակի Արցախի թեմի առաջնորդ օրինակ ինչ պիտի գնար ասեր Փաշինյանին, ես չգիտեմ, ուղղակի ասելիք նա պիտի չունենար, նա ուղղակի Փաշինյանի երեսին նայելու նույնիսկ այսպես ցանկություն պիտի չունենար, էլ չեմ ասում, որ գնալ ձեռք սեղմել և մի սեղանի շուրջ նստել նրա հետ ինչ-որ բաներ խոսել։ Այսուհանդերձ, այս ամենով հանդերձ, ես ուզում եմ դեռ հույս ունենալ, որ սա կարող է ինչ-որ խոսակցության սկիզբ դնել, Փաշինյանը, եթե հիշում եք, եկեղեցու նոր կանոնագիր էր ուզում ստեղծել, չգիտեմ ինչ, գուցե հասկացնեն այդ մարդուն, որ դա հնարավոր չի, հասարակ բան է, չգիտեմ, այդ կանոնագիրը 1000 ու մի եկեղեցական հարցեր է կարգավորում, դու չես կարող ՔՊ-ի կանոնագիրը դնել եկեղեցու կանոնագրի հիմքում, կաթողիկոսը ստիպում ես, որ քո ձևավոր, քո կեղծ, քո պիղծ պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնեն, վեհափառի անունը չտան, լավ ինչ տեքստ ես դնելու դու այդտեղ, գուցե արդեն ուզում ես, որ քո անունը տան, ես չեմ հասկանում, այդ ինչ նոր քրիստոնեություն եք բերում։ Դե այդ ենք ասում, ամեն ինչ գնում է նրան, ինքը այդ ռեֆորմների անվան տակ աղանդի մակարդակի է հասցնելու։ Դե աղանդի մակարդակի չի կարող, էլ եմ ասում, ինքը չի կարող իր ցեխոտ կոշիկներով մտնել, ոտնատակ տալ ամեն ինչ։ Դե կարող է, որ ընդդիմությունը օրինակ այսօր չի դիտակցում, չի արտնասնում հայ ժողովրդին, ցույց տալու համար, որ վերջին 90-ն է մնացել հայ մնալու հայրենիք։ Լավ, ստեղ արդեն ընդդիմության, այսպես ասեմ, ես բան չանենք, էլի կողմնակալություն չանենք, այստեղ հարցը ընդդիմությունը չի, հարցը հայ ժողովուրդը, հայ եկեղեցին և Հայաստանի իշխանությունն է։ Հիմա այստեղ քաղաքական վեճ չկա եկեղեցու հետ, որ ընդդիմությունն էլ իր տեսակետներով, բնական է, ընդդիմությունը կպաշտպանի եկեղեցուն, ընդդիմությունը պաշտպանում է, ազգային ուժերը պաշտպանում են եկեղեցին, մեր ազգային խնդիրներն են առաջանում, բայց այստեղ այնպիսի բաներ են կատարվում, օրինակ, տեսեք, հիմա հենց եկեղեցու ներսում հանկարծ թուղթ է ծնվում, չգիտեմ էլ ոնց է ծնվել այդ թուղթը, որտեղ իբր թե հաստատվել են այն հակակոռուպցիոն, թե քննչական կոմիտե, չգիտեմ դրանց ինչ-որ ուսումնասիրություններով հաստատվել են ինչ-որ տեսագրություններ և կաթողիկոսը պատշաճ վերաբերմունք ցույց չի տվել, այսպիսի բովանդակությամբ մի թուղթ են հայտնաբերում, հետո մի քանի ստորագրություն դնում ու տարածում Նիկոլի ընտանիքին պատկանող թերթով։ Հասկանում ես, ընդդիմությունը հա, շատ կարող է այս հարցերը արձանագրել իհարկե, որ այսպիսի բաներ են լինում։ Որ նաև ընդդիմադիրները, չէ, այդպես մի ասեք, որովհետև քաղաքական լրագրողները ինչքան էլ որ պարզ է, հասարակության կարծիքն են ասում, ինչքան էլ որ ամեն ինչ շատ ոգևորված, ամեն ինչ շատ հուզական, այսպես ներկայացնում են, դա շատ լավ է, բայց այն ինչ անում է ընդդիմությունը, դա մի քիչ ուրիշ մակարդակում է անում է, բայց որ քաղաքական պայքարը բերել դարձնել զուտ եկեղեցու համար պայքար, ընդդիմությունը դա չի կարող ուղղակի անել։ Ընդդիմություն այդ գործիքները չունի ընդդիմությունը։
Ընդդիմությունը ունի մեկ գործիք այս իշխանություններին հեռացնելու համար, դրանք քաղաքական պայքարն է եւ քաղաքական ընտրությունները որպես գործիք։ Այլ է քարոզչության մեջ արդեն ընդդիմությունը այն ինչ պետք է ասում է եւ այն ինչ պետք է անում է։ Եվ հարցը իհարկե ավելի շատ այսպես բանի էր նման ոնց ասեմ ախր այստեղ քաղաքական նույնիսկ Փաշինյանը առհասարակ այս ամեն քայլերին գնում է քաղաքական սնանկությունից ելնելով սնանկությունից պարտադրված ինք քաղաքական օրակարգ այլևս չունի եկեղեցին դարձրել է թիրախ եկեղեցին դարձրել է էկրաններին երևալու իր սեփական անձով էկրաններին երևալու ուրեմն պատճառ առիթ չգիտեմ իբր թե գործ անում էլի եկեղեցին մաքրում է լավ հա իբր թե ես ասում եմ գործ է անում եկեղեցին մաքրում է եւ այլն քանդում ես իրականում բայց դու քո քաղաքական խնդիրներն այլ տեղ են տղա ջան Ալիևը հայտարարում է որ սա արևմտյան Ադրբեջանն է Ալիևը գյոք չէ ասում Սևանը Ալիևը նկարտումներ ունի քո երկրի հանդեպ դու այդ ամեն ինչին պատասխանելու փոխարեն հարձակվում ես եկեղեցու վրա փորձում այդ կերպ ինչ որ իմիջ ձևավորել քեզնից հավատավոր հայի բայց անտեսում ես այն որ քո ամբողջ պատմությունը այդ նույն եկեղեցին է պահել պահպանել հասցրել այսօր եւ հենց այդ եկեղեցին պիտի դու այս պահին զորաշարժի ենթարկես որպեսզի խոսի որ դու այստեղ ես եղել դու այստեղ ես ծնվել քո ամբողջ պատմությունն այստեղ է կերտվել որ այս ամբողջ հողու ջրի վրա եղել է միայն հայկական շունչ հայկական մշակույթ այդ ամեն ովքեր են եղել մեր առաջի պատմիչները եկեղեցականներ չէ Ինչով պիտի դու հետո դու քեզ հաստատես, ինչով պիտի դու աշխարհին ցույց տաս, որ դու եկվոր չես, քոչվոր չես, որ դու մշակույթ ունես, որ դու ազգ ես, որ ձևավորվել ես մասսի ոտքերի ներքո։ Ես չգիտեմ, այս ամեն ինչ արել է եկեղեցին, չէ, ամբողջ աշխարհին այս մասին եկեղեցին է, չէ՞ պատմել։ Եվ ես էլ ասում եմ Փաշինյանը Այո, միանշանակ այո։ Ալիևն այդ ամեն ինչ ասում է, Փաշինյանը չունենալով քաղաքական արձագանք, չունենալով այլևս պատերազմում պարտվելուց, խայտառակ պարտություն կրելուց հետո, երկիրը ծվեն անելուց հետո, չգիտեմ, այս ամեն ինչից հետո նա սպառել է իր քաղաքական ողջ եւ խոսույթը եւ գործունեությունը եւ որևէ բառով չի կարողանում հակադարձել Ալիևի այդ հենց ձեր ասած վերջնականապես քաղաքական նպատակներ հետապնդող ուրեմն հայտարարություններին որևէ կերպ չի կարողանում արձագանքել նա միակ արձագանքն այն է որ ցույց տա այստեղ ինքը պայքարում է հենց այդ եկեղեցու դեմ ինքը պայքարում է չգիտեմ ինչ ազգային երևույթների դեմ որոնք իբր թե ծայրահեղական են որոնք իբր թե ռևանշիստական են, որոնք իբր թե չգիտեմ ինչ են։ Խաղաղությունից խոսում է մարդը, չհասկանալով, որ պատերազմը իր տան մեջ է։ Հենց այս պահին պատերազմը իր տան մեջ է։ Ինքը չունի այլևս ուրիշ ոչինչ անելու։ Իրեն հետաքրքրում է իշխանության մնալ ամեն գնով, ով ուզում է իրեն պահի իշխանության, ով ուզում է իրեն աջակցի։ Հայաստանը երևի ներդրումների համար ամենակարոտ երկիրն է։ Ով այսօր Հայաստանում ներդրում կանի Ադրբեջանից ու Թուրքիայից բացի։ Ինքը գիտի, չէ, որ նրանք են իր հովանավորը, նրանք են իրեն իշխանության այստեղ պահողները։ Նա ծպտուն անգամ չի կարող հանել այդ հայտարարությունների դեմ։ Ինչ ունեք ասելու ամեն դեպքում կարգալից պետք է արվեն այս մարդը։ Միանշանակ, եթե այն տարբերակը չկա, որ ասենք նույնիսկ կաթողիկոսի համաձայնությամբ ներքին համաձայնությամբ այս մարդիկ փորձել են ասենք Փաշինյանի հետ ինչ որ բաներ խոսել կամ ինչ որ համաձայնությունների գալ, եթե չկա այդ տարբերակը, այս մարդիկ միանշանակ, եթե այս քայլին դիմել են առանց կաթողիկոսի գիտության, առանց հոգևոր բարձրագույն խորհրդի թույլտվության կամ խորհրդի դիմել են այս քայլին, գնացել են
կառավարություն, գնացել են Փաշինյանի աշխատասենյակն է, թե ինչա, չգիտեմ այդ ինչա։ Դահլիճը, այնտեղ նստել են նրա այդ նույն սեղանի շուրջ, նրանք միանշանակ պետք է կարգալույծ արվեն։ Նույնիսկ եթե հարցը այս աշճանի ցավալի չլիներ, հարցը այս ծավալով արդեն առաջ եկած չլիներ, նրանք իրավունք չունեին առանց հոգևոր խորհրդի թույլտվության ու կաթողիկոսի հորդորի գնալ եւ հանդիպել վարչապետի հետ եւ ինքնագլուխ հարցեր քննարկել։ Ինչն եք ասել ամեն դեպքում, թեթև անդրադարձակ, բայց նույն Տեր Հրթանեսին, որին նաեւ շրջափակման մեջ էր վերցրել Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, որոնց սովի էին ուղղակի մատնել, իրենց հայրենիքը, մեր բոլորիս հայրենիքն են հանձնել, խնդրեմ, որոնց թողտվությամբ մեր հայրենակիցները շարունակում են խոշ տանվել Բաքվի բանտերում, Հայաստանի բանտերում։ Շատ է խոսվում, սոցիալական ցանցերն էլ երևի ամենաշատը հենց այդ Տեր Վրդանեսի հարցն են քննարկում, լավ ինչպես կարող էր արցախցին այսպիսի քայլ անել, Արցախի հոգևոր թեմի առաջնորդը ինչպես կարող էր այսպիսի քայլ անել, ինչպես կարող էր գնալ սեղմել Արցախը հանձնած մարդու ձեռքը, Արցախը կործանած, Արցախի ժողովրդին այսպես տեղահանած մարդու ձեռքը, չգիտեմ, ես այնուամենայնիվ հակված չեմ այստեղ մյուսներին մի քիչ ավելի լավ դիրքում տեսնելու, այո, բոլորն էլ մի սանրի կտավ են այս դեպքում, կապ չունի, Արցախի առաջնորդն է, Արարատյան թեմի առաջնորդն է, թե որևէ թեմի առաջնորդ կամ եպիսկոպոս է, արքեպիսկոպոս է, եթե նրանք այստեղ հարցը քննարկենք համահայկական իմաստով, այսօր նույնիսկ ամբողջ Սփյուռքն է այսօր խայտառակ ուրեմն պարսավանքի ենթարկում այս մարդկանց արած քայլը։ Հայ եկեղեցին հոմիայն հայաստանյաց եկեղեցին չի, հայ եկեղեցու հետևորդները հոմիայն Հայաստանում չեն բնակվում, ամբողջ Սփյուռքը այսօր ուրեմն լարված նյարդերի գերլարումով հետևում է այս բոլոր իրադարձություններին, դուք հասկանում եք, քանի սերունդի կյանք միանգամից Փաշինյանը փորձում է զրոյացնել, այն սերունդների, որոնք իրենց ապրած ամբողջ կյանքով նվիրված են եղել եւ հայ եկեղեցուն, եւ հայ հոգեվորականությանը, եւ ուրեմն մեր հավատին եւ մեր սպասելիքներին։ Հա, կճոյանը, այստեղ շատ խոսվեց մարդը ամբողջ կյանքում, չգիտեմ, էլի իշխանությունների հետ համաձայնությունների կամ չգիտեմ ինչերի մեջ նաև Բենթլիի մասին են գրում, դա հիմա Բենթլիա ունի կամ գուցե ինչ-որ մի հատ վաղը կասեն, որ դա նվիրել է մի հավատացյալ հայ իրեն նվիրել է, բայց վստահ եմ, որ նույնիսկ եթե այդպիսի հայ կա, նա չի նվիրել այդ Բենթլին նրա համար, որ այսօր կճոյանի այսպիսի վարկ դրսևորի։ Դա իր ներսից է, ինքն այդպիսին է, չգիտեմ։ Ես ուրախ կլինեմ, եթե եկեղեցին այդքան վճռական գտնվի եւ այս նույն կազմով, եթե նրանք գնացել են եկեղեցու դեմ, նորից եմ կրկնում, առանց կաթողիկոսի իմացությամբ եւ բարձրագույն խորհրդի ուրեմն հորդորի, եթե գնացել են այս քայլին, ամբողջ կազմով միանգամից կարգալույց մեկ ուրեմն հայտարարությամբ, կարգալույց հռչակի եւ ընդհանրապես դուրս տնի եկեղեցուց։ Դուրս տնան եկեղեցուց։ Ի դեպ եկեղեցին էլ որոշակի անձնակազմ ունի։ Փակեն այն վանքերի, այն եկեղեցիների դռները, որտեղ սրանք ներս ու դուրս են անում։ Փակել ուղարկի, արգելել նրանց մուտքը եկեղեցի։ Հենց այդ ձևով։ Ոչ թե կարգալույց անեն, հետո բանալիներն էլ տան, գնա դուռը բացի, դուռը փակի, ինքը իր հավատացյալներին հրավիրի, իրենք արդեն հավատացյալների բանակ ու խումբ չունեն։ Սրանք անհատներ են, Փաշինյանի գործակալներ։ Ներողություն ով էր գրել։ Գարմիկ Դանելյանը, որ հանդիպել է Բագրատ եւ Միքայել Սրբազաններին, ովքեր իրենց հորդոր կոչն էին ուղում անսասան մնալ հայ առաքելական եկեղեցու կողքին, եւ էլ ըստ իրականության մեջ որ բանտված են այս սրբազանները, Մկրտիչ սրբազանը բանտված, այս մարդիկ գնում են բանտողի։
Չէ, այդ իրենց հոգևոր եղբայրներն են, իրենք նույն այս մարդիկ նրանց տեսնելիս մինչև բանտարկվելը գրկախառնվում էին, չէ, համբուրվում էին եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչը Հուդայի համբուր է եղել իրենց կողմից։ Իրենց եղբորը տված Հուդայի համբուր էր եղել։ Սրա մասն է, ուրիշ բան չկա։ Այդ կլինեն, գիտեք, իրենք քանի հոգի են, ընդ 6-7 հոգով էին գնացել, չգիտեմ, բայց մեր հոգեորականների հոմեծամասնությունը արդեն խոսում է այս մասին, արդեն դատապարտում է այս բանը, կապ չունի բանտարկված են, բանտարկված չեն, մենք արդեն լսել ենք Էջմիածնի միաբաններից այդ խոսքը, մենք լսել ենք այլ եկեղեցիների սպասավորներից այդ խոսքը, իսկական հոգեորականներից ենք լսում այդ խոսքը, դատապարտող խոսքը, որ այն ինչ տեղի ունենում եկեղեցի շուրջ, ըստ էության արշավ է եկեղեցու դեմ, հայ եկեղեցու դեմ, հայ եկեղեցին քանդելու նպատակով, որովհետև եկեղեցին կանգնած է, Փաշինյանը չկարողացավ ներել, այն որ եկեղեցին եւ հայաստանյաց եկեղեցին եւ Կիլիկիո թեմը մեր միանշանակ հայտարարություն տարածեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին պատերազմից հետո։ Այդ դա չկարողացավ նա ներել եւ առհասարակ ոչ մեկին չի ներել, ովքեր պահանջել են նրա հրաժարականն այդ ժամանակ։ Նույնը տեղի ունեցավ գլխավոր շտաբի հետ, երբ որ հայտարարություն եղավ, նույնը այսօր տեղի ունենում այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք պահանջում են նրա հրաժարականը, քանի ուրեմն քաղաքական գործիչներ այսօր ուրեմն գտնվում են հետապնդումների մեջ, գտնվում են Հայաստանից դուրս կամ չգիտեմ։ Ահա այսպիսի վիճակ է։ Այս իրականության մեջ քաղաքասարակության ինչ-որ ներկայացուցիչներ գնում են Բաքու, հանդիպում են Հաջիևի հետ, մի երկիր, մի մարդու հետ, որոնց ձեռքով խոշտանգում են մեր հայրենակիցները, իմիջիայլոց վերջերս կարծեմ Ղազախստանում երկի մրցույթի շրջանակներում եւ ադրբեջանցի ժյուրի անդամներից ամենաբարձր միավորը տվել էր հային, ըստ էության հիմա քիչ է մնում այդ տիկնոջը ուղղակի խարած չգիտեմ ինչ անեն, էլի սպանել այդ քայլի համար ու այս մարդկանց հետ է մեզ ուզում խաղաղության տանել եւ նաեւ այդ քաղաքասարակության ներկայացուցիչների գալը, որոնց Կարեն Քոչինը, որ ասում է Ալիևը նկատի չուներ սևանգոյություն չունի ռուսական Այո, նրանք գնացել են այնտեղ լղոզելու ուրեմն այս հայտարարությունները ադրբեջանական կողմի, ցույց տալու, որ իբր Փաշինյանի ուրեմն այն հայտարարությունը, որ խաղաղությունը այսօր է, խաղաղությունը հիմա է, մենք խաղաղության մեջ ենք եւ այլն, այս ուրեմն խոսույթին հագուրտ տալու, այս իրավիճակը ուրեմն ծուր հայելու մեջ ներկայացնելու ամբողջ մի մեծ արարողություն էր այդ այցը Բաքու, իհարկե դրանից առաջ նրանց այցը Երևան, այսպես հավասարության ինչ-որ բաներ են փորձում տեսնել, դնել, իբր թե աշխատում են, իբր խաղաղության են գնում, բայց դրա տակ ոչինչ չկա, եթե քո պատվիրակները, որոնք գնացել են Բաքու, քո քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք գալիս ու հայտարարում են նա ով դեմ է խաղաղությանը, նա ուրեմն ապուշ է կամ չգիտեմ ինչ է Հայաստանում գործակալ է, եթե այդպիսի հայտարարություններ են անում գալիս Հայաստանում, նշանակում է նրանք սպասարկում են Փաշինյանի խաղաղության օրակարգը, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի խաղաղության օրակարգ խայտառակությունը հենց Փաշինյանի բերանով արտաբերած այդ խաղաղություն բառը արդեն խեղճատակություն է, որովհետև պատերազմը ես մի քիչ առաջ էլ իմ խոսքում ասացի, մեր տանն է։ Խաղաղության մասին թող հիմա չխոսեն, որովհետև խաղաղությունը շատ բաներից է բաղկացած, այնպես չի, որ միայն ասես խաղաղություն եւ դրանով խաղաղություն լինի։ Խաղաղության համար այս փոքր երկրների, փոքրաթիվ ազգերի միջև խաղաղության համար, եթե չկա ներքին ազգային ուրեմն մղումը այդ խաղաղության, տեսեք, ոչ ադրբեջանցիները մեզ ինչ-որ ներելու ցանկություն ունեն, ոչ էլ մենք ադրբեջանցին են, ժողովրդական մակարդակի մասին է խոսքը։
Այլ հարց է, որ սրանց հաշտեցնելու այս երկու ժողովուրդներին հաշտեցնելու համար պետք են լուծվեն այն հարցերը, որոնք դարձել են այդ թշնամանքի պատճառ։ Նույնը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին կարող եմ ասել։ Եվ դրա համար այստեղ լուրջ չասեմ միջնորդնել, բայց գարանտներ են պետք։ Գարանտներ են պետք, որոնք թույլ չեն տա այդ խաղաղությունը վերածվի պատերազմի։ Այլապես ուժի դիրքերից խոսող Ալիևի հետ դու խոսում ես խաղաղության մասին, քո քաղաքասարակությամբ գնում ես Բաքու, այնտեղ չգիտեմ, դու դրանով ավելի վնասում ես, դու դրանով ավելի հաստատում ես Ալիևի խոսույթը, որ այսինքն համաձայն ես նրա հետ։ Նույն այդ քաղաքական քաղաքասարակություն կոչվող այդ խմբակը ում էին որոշել, որ դրանք կնան։ Դրանք են մեր քաղաքասարակությունը, ես չեմ հասկանում։ Լավ, այնտեղ մի հատ Նավասարդյան կա, որը տարիներ շարունակ այսպես լղոզված այդ բաների մեջ է։ Մյուսներն ովքեր էին առհասարակ։ Ով էր նրանց անունը լսել կամ դեմքը տեսել։ Գնացել են Բաքու, Հայաստան են ներկայացնում, հայ ժողովուրդ են ներկայացնում։ Այս ժամանակին այդ այնպես էլ չլինի, հիմա չստացվի, որ Նիկոլը առաջինն էր, որ այսպեսի հանճարը քայլ արեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներն էլ եղան այդպիսի փորձեր, թե թուրքերի հետ համաձայնության խմբեր, թե Ադրբեջանի հետ գնալ Բաքու, այնտեղ չգիտեմ ինչեր, ոչ մի բան էլ չի ստացվում, որովհետև դա ճիշտ չի, ճիշտ ձևը չի հարաբերություններ կարգավորելու։ Դա ձևական գուցե, բայց ոչ ճիշտ ձև է։ Այս ամենի զուգահեռ կերծ խաղաղությունը, որ իրենք փորձում են կերակրել ամեն դեպքում, ձեր կարծիքով իրենց հաջողվում է դեռ հանրությանը, չնայած, չգիտեմ, ընդդիմությունը ինչու անելու այս փուլում, էլ եմ ասում, դուք որքան է ասեք, սա քաղաքական ուղղակի, սա քաղաքական պրոցես է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, եւ այո, ընդդիմության տկար վիճակից ելնելով է, որ հայ ժողովուրդը չի միաբանում եւ դուրս չի գալիս իր վերջին հենասյունը պաշտպանելու։ Ես ստիպված եմ նորից կրկնել։ Ուրեմն այն ինչ կատարվում է եկեղեցու դեմ Փաշինյանի քաղաքական օրակարգի սնանկության հետևանքն է։ Եկեղեցու դեմ նա չի հաջողելու եւ իր քաղաքական այս ձեռնացություններով որևէ բան չի հաջողելու եկեղեցու դեմ։ Ցավալին այն կլինի, եթե այս ուրեմն արշավը մեր գլխին փլուզվի եւ մեր երկրի անկախության, մեր անվտանգության հարցերը դարձնի ուրեմն առոչինչ։ Եթե Փաշինյանը դրան հասնի, ուրեմն նա կատարած կլինի իր առաջադրանքը, որ ստանձնել է ավելի հզոր ուժերի կողմից։ Հակառակ պարագայում պետք է տեղի ունենա հակառակ դեպքում, որպեսզի դա տեղի չունենա, պետք է լինի մի այլ ավելի լուրջ գործընթաց, որը ի վերջո Փաշինյանին կհեռացնի այս իշխանությունից։ Հետևորդներ ունի, չունի, դա էական չէ։ Առաջիկա ընտրություններով Փաշինյանին պետք է հեռացնել այս իշխանություններից։ Հրանտ Բագրատյանը շատ հարգված իմ կողմից ուրեմն գործիչ ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ մի այսպիսի շատ ցավալի բան ասաց, որ եթե մենք այս ընթացքով գնանք, այսինքն Փաշինյանը շարունակի իր հարձակումները, չգիտեմ, ազգային արժեքների վրա, եկեղեցու վրա եւ գումարվի դրան էլ ուրեմն տնտեսական այս մեծ փլուզումը, ուրեմն այս ընտրությունները կարող են մեր անվտանգության խնդիր դառնալ եւ կարող են ուրեմն ընտրությունները կարող են լինել վերջինը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքում։ Բայց եթե նույն քաղաքական գործիչները իրենց տկարության չեն կարողանում միաբանել, տկարության հարց չի, միաբանել, սպասի, process-ը հասկանալի է, դուք տեսնում եք, որ այդ հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնած են ձեր շատ սիրելի, ձեր կողմից նաև շատ սիրելի քաղաքական գործիչներ ընդդիմադիր եւ երբեք այնպես չի, որ նրանք այս հարցերը լռության են մատնում,
ազգային ժողովի լսումները դուք ականատես եղաք, դուք ականատես եք եղել Սրբազան պայքարին, դուք ականատես եք եղել, չգիտեմ, եկեղեցու դեմ Փաշինյանի ոտնձգությունների դեմ պայքարին, դուք այդ ամենին դա ինչ է ոչ են լռում, մարդիկ խոսում են, դրա մասին չի խոսքը, բանն այն է, որ հիմա պիտի այս պահին նաև եկեղեցին ասի իր խոսքը, վերջնական խոսքը, մենք մի հատ հասկանանք էլի ինչ է կատարվում, ի վերջո եկեղեցին հենց նույն ընդդիմությանը արտոնում է արդյոք այս հարցերով, սա իհարկե շատ կարևոր է, նույն եկեղեցին արդյոք արտոնում է ընդդիմությանը։ Հոգևոր դասը հերթով հավատավոր մարդիկ, հավատավոր մեր հոգևորականները հերթով հայտարարություններ են անում, որ անսասան կանգնած են վեհապարի։ Հրաշալի է։ Սա բարձ է, չէ՞ որ սա հրաշալի է։ Դա էլ ձեզ բոլորիս, որ մարդիկ դուք եք կանգնել մեր։ Դուք հանկարծ չկասկածեք, որ ընդդիմությունը երբևէ այն ընդդիմությունը, որ այսօր կոչ է անում միավորվել, որը կոչ է անում այս իշխանություններին հեռացնել, որը հանրությանը բաց տեքստով ասում է, այս մեր բոլոր խնդիրները կլուծվեն միայն մի պարագայում, երբ այս իշխանությունը չլինի, այդ ընդդիմությունը մեկ քայլ հետ կկանգնի եկեղեցու պաշտպանության հարցերում։ Ինչ իրողություն։ Ոչ միտեղ չեն մտնի։ Ես ձեզ վստահեցնում եմ, նրանք ոչ միտեղ չեն մտնի։ Ես դուք աստծո բանը